Heaven's Gate դրախտի դարպասները։ Սա Ամերիկայում գործող եւ այլմոլորակայիններին հավատացող աղանդ էր, որի անդամները հավատում էին, որ փրկությունը իրենց երկնային մարմինները լքելու մեջ է, որից հետո նրանք կմիանային երկնային զարգացած քաղաքակրթությանը։ Տվյալ աղանդի հիմնադիրներն են Marshall Applewhite-ը եւ Bonnie Nettles-ը։ Այս երկուսը միմյանց հանդիպել են 1972 թվականին եւ հավատում էին, որ նրանք երկուսը ուղարկված էին Աստծո կողմից, եւ նրանց սուրբ առաքելությունն է մարդկանց նոր հոգեվոր մակարդակի հասցնելը։ Ու այս դրախտի դարպասներ կոչվող աղանդում հավատում էին, որ աշխարհի վախճանը մոտ է եւ որ շուտով երկիրը ոչնչացվելու է։ Հավատում էին, որ Հիսուս Քրիստոսը եղել է ինչ-որ այլմոլորակային էակ եւ որ մարդկային հոգին մարմինը լքելուց հետո հասնում է մի նոր մակարդակի։ Սեռականության հետ կապված ցանկացած բան համարվում էր լուրջ խոչընդոտ կատարելության հասնելու գործում, ու քրիստոնեական ուսմունքին հակառակ հավատում էին, որ ինքնասպանությունը մեղք չէ եւ դրա միջոցով մարդը կարող է դուրս գալ իր մարմնից հասնելով կատարելության։ Այս աղանդի անդամները ապրում էին միմյանց հետ, կրում էին նույնանման հագուստ եւ ունեին նույն սանրվածքը։ Ու այս աղանդի մասին ամենատարօրինակ ու դաժան փաստերից մեկն էլ նա, որ այս աղանդի անդամ մի շարք տղամարդիկ կամավոր իրենց կաստրացիայի էին ենթարկել։ 1985 թվականին քաղցկեղից մահանում է աղանդի համահիմնադիրներից մեկը Bonnie Nettles-ը, ու հենց Bonnie-ի մահվանից հետոյա, որ Applewhite-ը սկսում է քարոզել, որ ինքնասպանության միջոցով մարդու հոգին կարա լքի մարմինը ու հասնի կատարելության։ Ու վերջապես 1977 թվականի մարտի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում դրախտի դարպասների 39 անդամներ, ներառյալ Marshall Applewhite, ինքնասպանություն են գործում։ Այս աղանդի ադեպտները խմում էին ֆենոբարբիտալ, ինչից հետո իրենց գլուխները ծածկում էին պլաստիկ տոպրակներով եւ պառկում էին իրենց անկողիններում, սպասելով իրենց մահվանը։ Ինքնասպանություն գործելու ժամանակ բոլորը հագել էին նույնանման սև շորեր, Nike բոթասներ եւ թևկապներ, որոնց վրա գրված էր Heaven's Gate Away Team, ինչը թարգմանաբար մոտավոր նշանակում է դրախտի դարպասներ մեկնող թիմը։ Ու եւս մի տարօրինակ փաստ, այս աղանդի կայքը մինչև օրս էլ գործում է ու ունի նույն 90-ականների ինտերֆեյսը, այսինքն ոչ մի բան չի փոխվել 90-ականներից էսկոմ, բայց չգիտես ոնց մինչև այսօր էլ մնացել է, այսինքն ֆինանսավորվում է ծրագիրը, ինչի արդյունքում էլ որ կարող եք մտնել ու տեսնել այս աղանդի կայքեջը։ Ֆունդամենտալիստ մորմոններ 1890 թվականին, երբ մորմոնները պաշտոնապես արգելեցին բազմակնությունը, նրանցից բաժանվեց մի խումբ, որը որ մեծ կարևորություն էր տալիս բազմակնության ուսմունքին։ Սրանք հենց ֆունդամենտալիստ մորմոններն էին, որոնք որ պնդում էին, որ պահպանել են մորմոնիզմի իրական ուսմունքը եւ հավատում էին, որ բազմակնությունը կարևոր նշանակություն ունի փրկության համար, կանայք հոգեվոր առումով ցածր էին տղամարդկանցից, իրենցից դուրս ամբողջ աշխարհը եւ մնացած բոլորը վտանգավոր էին եւ չար։ Բնականաբար մորմոնների հիմնական կազմակերպությանը համարում են հավատուրած եւ մորմոնիզմի իրական ուսմունքից շեղված։ Նրանց մոտ բազմակնությունը ոչ թե թույլատրված է, այլ պարտադիր է դրախտի բարձր մակարդակներին հասնելու համար։ Ֆունդամենտալիստ մորմոնների մասին ամենատարօրինակ եւ անհանգստացնող փաստերից մեկն էլ այն է, որ 12-ից 14 տարեկան աղջիկ երեխաներին ստիպում էին ամուսնանալ տարեց մարդկանց հետ։ Ֆունդամենտալիստ մորմոնները բնակվում են հիմնականում Արիզոնա, Յուտա եւ Տեխաս նահանգներում։ 2006 թվականին ձերբակալվել էր ֆունդամենտալիստ մորմոնների այսպես կոչված մարգարե Warren Jeffs-ը, եւ 2011 թվականին Տեխաս նահանգում Warren Jeffs-ը դատապարտվում է ցմահ ազատազրկման 2 անչափահաս երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար։ Դավիդյանների աղանդը բաժանվել է 7-րդ օրվա ադվենտիստների եկեղեցուց։ Դավիդյանների հիմնական եւ կենտրոնական կերպարը Դեյվիդ Քորեշն էր։ Դեյվիդը պնդում էր, որ ինքը վերջին մարգարեն է եւ Աստծո գառը, որը որ կարող է բացել հայտնության գրքի 7 կնիքները։ Դավիդյանները հավատում էին, որ մոտ է աշխարհի վախճանը, միայն Դեյվիդ Քորեշը կարող է մեկնաբանել Սուրբ Գիրքը, ԱՄՆ կառավարությունը հանդիսանում էր Բաբելոնի մաս, այսինքն չարի կազմակերպություն։ Դեյվիդը միակն էր, որին որ թույլատրվում էր բազմակնությունը եւ նա ուներ բազում կանայք, ու ելի ամենատարօրինակ փաստերից մեկն էլ էր, որ նրա կանանց մեջ կային նաեւ անչափահաս երեխաներ։ Եվ վերջապես 1993 թվականին
թվականի փետրվարի 28-ին իրավապահ մարմինները կասկածելով, որ Դեյվիդ Քորեշի աղանդի մոտ կարող է լինել ապօրինի զենք և զինամթերք, փորձում է իրականացնել խուզարկություն, բայց Դավիդյան աղանդի ներկայացուցիչները դիմադրություն են ցույց տալիս, ինչի արդյունքում սպանում են իրավապահ մարմինների 4 աշխատակցի, որից հետո էլ որ սկսվում է Դավիդյանների 51-օրյա դիմադրությունը ընդդեմ իրավապահ մարմինների, ու 1993 թվականի ապրիլի 19-ին FBI-ը օգտագործում է արդյունքաբեր գազ ու սկսում է գրոհել Դավիդյաններին, ու այս ամեն ինչի արդյունքում մահանում է Դավիդյանների աղանդի 76 անդամ, ներառյալ Դեյվիդ Քորեշը։ Էթերիուսի միություն 1954 թվականին անգլիացի և յոգայի վարպետ Ջորջ Քինգը հայտարարում է, որ ինչ-որ ձայն իրեն հրամայել է ասելով. «Պատրաստվիր, դու պետք է դառնաս միջմոլորակային խորհրդարանի ձայնը»։ Ու այս դեպքից հետո էլ Քինգը սկսում է պնդել, որ պարբերաբար հաղորդակցության մեջ է գտնվում տիեզերական էակների հետ, ինչից հետո էլ 1955 թվականին Քինգը Միացյալ Թագավորությունում հիմնում է Էթերիուսի միությունը։ Քինգի աղանդի հետևորդները հավատում էին, որ զարգացած հոգևոր այլմոլորակային արարածները պետք է օգնեին մարդկությանը առաջխաղացման հարցում, ու այդ արարածներին նրանք կոչում էին տիեզերական վարդապետներ, որոնցից որը հենց Էթերիուսը բնակվում էր Վեներա մոլորակի վրա։ Նաև հավատում էին, որ Հիսուս Քրիստոսը, Բուդդան, Կրիշնան ու մնացած բոլոր կրոնական առաջնորդները եղել են հենց տիեզերական վարդապետներից, ու հավատում էին, որ աշխարհի տարբեր մասերում գտնվող լեռները համարվում էին սուրբ լեռներ, որոնց մեջ էր նաև մտնում մեր հայկական Արարատ լեռը։ Մունիներ հիմնադրվել է 1954 թվականին Հարավային Կորեայում։ Մունիներ անվանումը կապված է նրանց հիմնադրի անվան հետ։ Նրանց հիմնադրի անունն էր Սուն Մյունգ Մուն։ Սուն Մյունգ Մունը պնդում էր, որ ինքը Մեսիան է, որը եկել է շարունակելու և ավարտին հասցնելու Հիսուս Քրիստոսի չավարտված գործը։ Մունիները հավատում են, որ Հիսուս Քրիստոսի առաքելությունը ձախողվել է նրա խաչելության պատճառով։ Ասում են, որ Քրիստոս պետք է ամուսնանար և երեխաներ ունենար, հիմնելով կատարյալ և առանց մեղքի ընտանիք։ Նրանց ուսմունքի հիմնական գաղափարը այն է, որ մեղքը փոխանցվում է գենետիկորեն արյունակցական կապով, հետևաբար պետք է ստեղծել կատարյալ և առանց մեղքի ընտանիք, որպեսզի ձեր հետագա սերունդներն էլ ապրեն առանց մեղքի։ Նաև հետաքրքիր է այն փաստը, որ հենց Մունն էր ընտրում իր աղանդի ադեպտների երկրորդ կեսերին, կամ էլ տալիս էր իր թույլտվությունը, որպեսզի զույգերը կարողանային ամուսնանալ։ Ժողովուրդների տաճար 1955 թվականին ԱՄՆ Ինդիանա նահանգում Ջեյմս Ուորեն Ջոնսը հիմնում է ժողովուրդների տաճար աղանդը։ Ջեյմս Ջոնսը հայտարարում էր, որ ինքը կրկին մարտհեղացած Հիսուս Քրիստոսն էր, և 1978 թվականի նոյեմբերի 18-ին Ջեյմս Ջոնսը իր աղանդի անդամներին ասում է, որ եկել է նրանց մահանալու ժամանակը։ Աղանդի անդամները սկսում են մեկը մյուսի ետևից խմել ցիանիդ, իսկ ովքեր որ հրաժարվում էին խմել ցիանիդը, նրանց ստիպում էին դա անել, ու ընդհանուր առմամբ այս ամեն ինչի հետևանքով մահանում էին 918 մարդ, որից ավելի քան 300-ը երեխաներ էին։